Սուրբ եղանակի վերնազգեստը դաշնային լրակազմի Դավաճանական գույներ, նոր Հայաստանի կամուֆլյաժին Որպես նախկին զինվորական այնքան էլ չեմ հավանում, ինչի համար, որովհետև դա մի քիչ դավաճան գույներ ունի։ Այսինքն իրականում Փաշինյանը վստահեցնում է զինվորական նոր համազգեստի դիզայնը պատվիրված է մեր երկրի պայմաններին համապատասխան։ Սա ավելի շատ նման է, գիտեք ինչ, այն դաշտային այն բանին, որ կռվում, կռվի մեջ կեղտոտվել, ու պետքա փոխել, բայց հագուստը պետքա միշտ ցույց տա։ Ռուսերեն լավ խոսք է, ստատность։ Մուգ կարմիր, բաց շագանակագույն բերետները զինվորական գլխարկի նոր տեսակներն են, ինչպես երևում է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։ Նորա ձևությունից լավ չեմ հասկանում, բայց ավելի շատ խայտաբղետ մի տեսք ունի, կարծես թռուցիկ, թռվռի մի բան լինի։ Զինվորին վայել է պատկառանք ու ինչ ասեմ, խրոխտություն, ես ակուստի մեջ չկա դա։ Նոր համազգեստը համապատասխան չէ պատերազմի վտանգի տակ գտնվող երկրի համար, կարծում են պատերազմների թոհուբոհով անցածները։ Դաշտային հավաքարկում կամ պատերազմական վիճակում, նման հագուստով, որը պետք է լինի ավելի կիպլիկ, ավելի կոկլիկ եւ գույներով ավելի համապատասխանի վայրին, այդքան էլ լավ չի։ Ավելի շուտ վախկոտի մեկն է կանգնած ընդ։ Իմ ինձ մոտ այդպես տպավորություն թողեց։ Որսորդական հագուստի են շատերն էլ նմանեցնում նոր համազգեստը։ Ավելի շատ որսորդական այս կունի, քան զինծառայող է։ Տեսակ ոչ զինվորական է։ Չի ասի, որ լավն է։ Բայց մասնագետ չեմ, որ գնահատեմ։ Ինչն է, որ ամենաշատը բացասական է ազդում ձեր աչքին։ Թափթփված է ոնց որ։ Երևանի փողոցներում Հայլուրի հարցախույզի մասնակիցների ճնշող մեծամասնությունը չի պատկերացնում հայ զինվորին նոր համազգեստով։ Զինվորական համազգեստը պետք է մի քիչ էլ բանի հետ համապատասխանի։ Բնապետական պայմանների հետ համապատասխանի, որպեսզի թշնամու հանդեպ մի քիչ անտեսանելի Երևան։ Գույնային է այդքան ճիշտ ասածից դուր չի գալի։ Երևի սովորել ենք այն հինին, մեզ ավելի հոգի հարազատ է։ Առաջվա ամեն ինչը լավ էր, հիմա չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Չէ, դուրս չի գալի, լավը չի։ Դե գույնը մի քիչ բաց է, որտեղ այդքան էլ պրակտիկ չի։ Ավելի լավ խակին ավելի մի քիչ բան լիներ էլի, մաքսիմալ լիներ։ Որակ կա, որ շատ է քրտնացնում, որովհետև իրանք շատ անընդհատ աշխատանքի եւ բանի մեջ են, շատ է մատերիալը լինում արհեստական, որը կամ հարթուկելը կամ մյուս խնամքի բաները շատ դժվար է լինում։ Չգիտեմ, ես սրանց ծանոթ չեմ դեռ։ Ոմանք էլ կարծում են, թե որքան թանկ է զինվորական համազգեստը, այնքան ավելի լավն է։ Հա 8 միլիարդանոց, այո, հավալում։ Միայն գումարի համար, թե ամեն ինչի համար։ Շատ սիրուն է, շնորհավոր լինի, թող առողջ լինեն մեր զինվորները։ Ինչն է, որ հավանում եք ամենաշատը։ Սիրուն է, էլի, շալվարը լավն է, կոշիկները լավն է։ Փաշինյանն է հրապարակել այս տեսանյութը։ Հա, ինչ անեք Փաշինյանը հրապարակի, շատ ճիշտ է արի Փաշինյանը։ Ինչ անում է ճիշտ է անում Փաշինյանը։ Լավն է, վատը չի։ Դե կտորի ընդհանուր գույները ինձ թվում է ավելի ճաշակով են։ Զինվորական նոր համազգեստը փորձարկելուց հետո են հայկական բանակի ներկայիս համազգեստը պաշտոնապես փոխելու։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Նորայ Շարբաթյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։